Պարոն Փաշինյան, ընտրությունների հետ կապված ուզում եմ ձեզ հարցնել, դուք իսկապես ընտրությունների արդյունքները լեգիտիմ եք համարում, թե ոչ, որովհետև եւ դուք եւ ընդդիմությունը, անդիմադիրները խորհրդարանում խոսում են այն, մեկը մյուսի մեղադրում եք, որ մեկը փողով է ընտրել, մյուսը վարչական ռեսուրս է կիրառել, մյուսն ասում է, որ բոլորը հաղթել են բացի հայ ժողովրդից եւ այլը, որքանով է այդ խորհրդարանը հիմա ձեր կարծիքով լեգիտիմ, եթե երկուստ էլ տարբեր բառերով գրեթե նույն տեքստն եք ասում, եւ ուզում եմ ինձ որպես երկրի վարչապետ ասեք, որն է առանցքային հարցերում ձեր եւ ընդդիմության մոտեցումների տարբերությունը, որովհետեւ թրիփի հետ կապված կարծես թե տարբերություն չկա, Արցախի հարցի հետ կապված կարծես թե բոլորն են այդ հարցը փակում, դրոշներն էլ հավաքեցին, հիմա լավ չէր լինի կոալիցիայով ընտրություններին մասնակցեիք, այլ անձիկ էլ մասնակցեին, ձևավորվեր նորմալ քաղաքական խորհրդարան, որտեղ դմդմ փուչ էին անի դահլիճում, բայց միջանցքներում սիրախախ, քաղաքական սիրախախ չէր լինի, հիմա ժողովուրդը ինչպես վստահի այդ խորհրդարանին, այդ թվում ձեր ուժի ֆրակցիային, այդ թվում ձեզ, որովհետև ստացվում է, որ դուք ժողովրդին միմյանց դեմ եք անում, բայց մյուս կողմից էլ Ադրբեջանն ու Թուրքիան միևնույն է, եւ հանձնողների եւ փրկողների պարագայում ստանում են այն, ինչ ուզում են։ Ինչու քաղաքական դաշտը, ինչու քաղաքական համակարգը այդպես էլ չի փոխվում։ Եվ այլ հարցեր, եթե սրան արձագանքեք։ Չէ, դուք հարցերը պիտի տակ ավարտեք, որ ես պատասխանեմ։ Մհեր Գրիգորյանի երկարակեցության գաղտնիքը կառավարությունում ո՞րն է։ Ես հիշում եմ հեղափոխությունից հետո ինքը ԲՀԿ-ի քվոտայով եկավ ու մնաց, այդքան իդեալական է Մհեր Գրիգորյանը աշխատում, թե ապահովում է ձեր եւ ընդդիմության կապը, գուցե ես ասում եմ այնպիսի բաներ, որոնք օրինակ ինձ բազմաթիվ մարդիկ գրում են, ասում են Անի ջան, մի հատ հարց ուտես երկարակեցության գաղտնիքը ո՞րն է, կարող է չգիտեմ, ֆինանսական կապն են ապահովում, կամ ընդդիմությունն իր ֆինանսական կարողությունն է փորձում պահել, կամ կարող այլ հարցեր կան, օրինակ սահմանազատման process-ում ինքը ակտիվ մասնակցում է, վերջում այդ թվում ես, մենք բոլորս ձեզ ենք մատնանշում։ Հիմա այդ հարցերին խնդրում եմ պատասխանեք եւ լրատվամիջոցների հետ կապված է։ Գուցե ես այս ամենի համար քննադատում էլի ֆեյքերը ցենց վրա տան, բայց արդեն իմունիտետ եմ ձեռք բերել, բայց այնուամենայնիվ ինչպես պիտի անենք, որ այն լրագրողները կամ այն ԶԼՄ-ները, որոնք ուզում են իսկապես ուզում են անկախ գործեն, կարողանան այս միջավայրում անկախ գործեն, որ չստացվի բյուջեից ինչ որ բան խնդրես, ասեն ինչ որ մեկի գրպանից ես խնդրում, որ չստացվի ճար չունենաս, որևէ քաղաքական ուժի հարթակ տաս, ասեն այս ինչական է, այն ինչական է, երբ որ դու կարող ես պարզապես անկեղծ մղումներ ունենալ։ Հիմա այս համակարգում ինչպես պետք է գոյատևեն այն ԶԼՄ-ները, որոնք նոր են ստեղծվել եւ ուզում են այս համակարգում գոյատևեն, ու չեն ուզում ոչ ձեզ գովան, ոչ էլ ընդդիմությանը գովան։ Ավարտեցիք հարցերը ձեր։ Վերջին հարցին իմիջիալոց ձեր հարցերի մի մասին ես նախորդիվ պատասխանել եմ, ենթադրում եմ հունիսի 7-ից այս կողմ առաջի անգամ եք ասուլիսի գալիս։ Զգացվում է, որ հետև են հարցերին, որոնց պատասխանել են, նորից հնչեցնում եք, չեմ զլանա, նորից կպատասխանեմ։ Լրատվամիջոցների հետ կապված ես ասել եմ արդեն, որ մենք 2027 թվականի հունվարի 1-ից համընդհանուր հայտարարագրման համակարգում կիրականացնենք փոփոխություն, որի արդյունքում քաղաքացիները հայտարարագրող, այդ թվում լրատվամիջոցներին նվիրատվություն իրականացնելու հնարավորություն կունենան իրենց սոցիալական կրեդիտներից։ Իհարկե սկզբնական շրջանում ես հակված չեմ մտածել, թե դա լրատվամիջոցների հարցերը կլուծի, բայց տարիների ընթացքում համոզված եմ, որ մենք կունենանք ինստիտուտ, որը ձեր ասած խնդիրը կլուծի, բայց մենք գիտեք դեռևս 2018 թվականից մենք ունենք առաջարկ լրատվամիջոցներին եւ այդ առաջարկը, որի շուրջ մենք 2018-19 թվականներին ակտիվ աշխատում էինք, սառեցվեց, ինչքան հիշում եմ, եթե նորից կստուգեմ ձեր հարցից հետո, ինչքան հիշում եմ լրատվամիջոցների հետաքրքրված չլինելու պատճառով,
բայց մենք առաջարկել ենք համակարգ ստեղծել, ինքնակարգավորող մարմին ստեղծել, որտեղ լրատվամիջոցները հավաքվեն, իրենց աշխատանքի կանոնները համատեղ որոշեն, մենք ապահովենք ֆինանսավորում եւ իրենք էլ այդ ֆինանսավորման բաշխման մեխանիզմները որոշեն եւ նաեւ մասամբ էլի, չեմ կարծում կամ վստահ չեմ, որ դա ամբողջական կլուծի հարցերը, բայց այնուամենայնիվ մի քայլ այնտեղ, երրորդը, չորրորդը կհասնենք այն խնդրին, որ դուք մանտանշում եք, մի բանում կարող եք վստահ լինել, որ այն ինչ որ դուք ձևակերպեցիք, բառացի այն ինչ որ ձևակերպեցիք, նաև իմ ցանկությունն է, նաև կառավարության ցանկությունն է։ Ես այսօր կառավարության նիստում էլ առիթ ունեցա ասելու, նախկինում էլ եմ առիթ ունեցել 2018 թվականին դուք հիշում եք, թե բարեփոխումների ինչ մեծ օրակարգով մենք ստանձնեցինք Հայաստանի կառավարումը, բայց 2020 թվականի իրադարձությունները, կովիդը, պատերազմը, դրանից հետո եղած իրադարձությունները ըստ էության մեզ ստիպեցին, որպեսզի մենք մեր էներգիայի եւ ուշադրության մեծ մասը ուղենք այլ հարցերի, բայց հիմա երբ հաստատված է խաղաղություն, ես այսօր էլ ասացի, որ 2018 թվականի օրակարգը, հեղափոխության օրակարգը իր ամբողջ ծավալով եւ իր ամբողջ հրատապությամբ նորից դրված է սեղանի վրա եւ առիթ ունեցել եմ ասելու, որ մենք տրամադրված ենք, որպեսզի այն բարեփոխումները, այն քայլերը, որոնք հեղափոխության տրամաբանությունից բխելով պետք է իրականացնեինք, բայց օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել իրականացնել, մենք հիմա դա ամբողջությամբ պետքա իրականացնենք։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ օրակարգի կարևորագույն հատվածներից մեկը վերաբերվում էր ժողովրդավարությանը, վերաբերվում էր խոսքի ազատությանը, վերաբերվում էր մամուլի ազատությանը, համացանցի ազատությանը, չնայած պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ այդ շատ ուղղություններով Հայաստանը շարունակում է մնալ առաջատար դիրքերում, այնպես որ այդ ձեր նշած օրակարգը լիարժեք տեղավորվում է մեր պատկերացումների մեջ եւ ես կոչ եմ անում բոլոր ֆեյքերին, որ հերթական հարցակումները չգործեն ոչ հարցերի, ես անկեղծ ասեմ, ես ֆեյք չունեմ եւ մեր ունեցած ֆեյքերի մասին ոչ մի տեղեկություն չունեմ։ Ինչ վերաբերվում է մյուս հարցին, կառավարության ցանկացած անդամի եւ ցանկացած պաշտոնյայի գործունեություն գնահատվում է ըստ աշխատանքի արդյունավետության, ով է գնահատում տվյալ դեպքում գնահատում է վարչապետը գնահատում է եւ այդ գնահատականից ելնելով անում է հետևություններ։ Եթե դուք ուշադիր եք եղել, իսկ դուք պիտի որ ուշադիր եղած լինեք, կամ այդտեղ շատ մեծ ուշադրություն պետք է չէր, ըստ էության կառավարության ընտրություններից առաջ գործող կազմը փոփոխության չի ենթարկվել։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է փոխվել, այն էլ ես ձեզ ասել եմ, որ պարոն Հայրապետյանը ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարությունում։ Այսինքն, այո, Ձեր հարցի պատասխանը հնչում այնպես, ինչպես ես ասացի, ուրիշ պատասխան ես չունեմ։ Ինչ վերաբերվում է ընտրությունների լեգիտիմությանը, գիտեք, մենք մեր քաղաքական դիրքորոշումները արտահայտել ենք, բայց ես ուզում եմ ձեզ ուրիշ բան ասեմ, բացարձակապես էական չի ինչա ասում ընդդիմությունը եւ նույնիսկ ինչա ասում իշխանությունը։ Էական է, թե ինչա ասում ժողովուրդը, որովհետեւ իշխանության աղբյուրը ժողովուրդը, իշխանության տերը ժողովուրդն է։ Եվ ես ուզում եմ ձեզ ընդգծել, որ 2018 թվականի ոչ բռնի ժողովրդական թավշյա հեղափոխությունից հետո տեղի է ունեցել համապետական 3 ընտրություն։ Տեղի է ունեցել համապետական 3 ընտրություն եւ 0 հետընտրական process։ Դա ամբողջությամբ տալիս է ձեր հարցի պատասխանը։ Ինչ վերաբերվում է ընդդիմության ասելիքին, գիտեք, ընդդիմությունը ինքը պետք է մտածի իր ասելիքի մասին, իշխանությունը, կառավարությունը, կառավարող մեծամասնությունը, իր ռազմավարությունը դեռևս 2024 թվականին հրապարակել է դեմս իրական Հայաստանի գաղափարախոսության։ Միջալոց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ ես երբ 2024 թվականի ապրիլին, եթե չեմ սխալվում, ազգային ժողովի ամբիոնից խոսել եմ իրական Հայաստանի գաղափարախոսության մասին,
ես դա համարել եմ զրոյական կետ մեզ համար քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար։ Եվ այդ զրոյական կետից մենք 2 տարվա ընթացքում կառուցել ենք 24-25, հա, 2 տարվա ընթացքում մենք կառուցել ենք վստահություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրական Հայաստանի գաղափարախոսության եւ խաղաղության օրակարգի նկատմամբ եւ մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ տեսեք մենք շատ երկար խոսել ենք, շատ ենք խոսել դրա մասին, որ մեր ժողովուրդը շատ քաղաքականացված է, անընդհատ ապրում է քաղաքականությամբ, մենք տեսնում ենք, որ այս շրջանում մարդիկ ապրում են իրենց գործերով, իրենց առօրյա հոգսերով։ Սա լեգիտիմության ամենամեծ ցուցիչն է, լեգիտիմության ամենամեծ ցուցիչն է։ Այսինքն կա բացարձակ վստահություն ընտրությունների արդյունքների վրա։ Մարդիկ, ես էլի եմ ասում, նույնը կրկնեմ, ինչ որ կրկնել եմ նախորդ ձեր բացակայությամբ տեղի ունեցած բրիֆինգներից մեկում։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իրեն հարց չի տալիս, թե արդյոք իր ընտրած մարդն է այս շենքում աշխատում, թե իր ընտրած մարդը այս շենքում չի աշխատում։ Այդպիսի հարց Հայաստանի Հանրապետությունում չկա եւ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո չի եղել եւ համոզված եղեք չի էլ լինելու։ Սա չի նշանակում, թե Հայաստանի բոլոր խնդիրները լուծված են կամ ընդհանրապես լինելու է մի կետ, որ բոլոր խնդիրները լուծված են լինելու։ Ուզում եմ կրկին ձեր ուշադրությունը հրավիրեմ մի շատ կարևոր հանգամանքի վրա։ Աշխարհում չկա մի երկիր, որի բոլոր խնդիրները լուծված են։ Աշխարհում չկա մի կառավարություն, որը բոլոր հարցերը լուծել է։ Ես նախորդ շրջանում նաև կառավարության եւ խորհրդարանական ընդդիմությունը շատ այդ մասին խոսում էր, ես առիթ ունեցել եմ, աշխարհում չկա կառավարություն, որը իր կամ նախընտրական կամ գործունեության ծրագիրը 100%-ով իրականացրած լինի։ Չի եղել մարդկության պատմության կամ կառավարության ծրագրերի գոյության պատմության ողջ ընթացքում ու չի լինելու։ Հիմա հետեւաբար արդյունքում գնահատականները տալիս է ժողովուրդը եւ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տվել է իր գնահատականը։ Շնորհակալ եմ։